ասածը։ Շարունակեմ ներողություն, լռություն դահլիճում։ Բայց դա քաղաքական խոսք չի։ Մենք ստեղ նստած ունենք քաղաքական գործիչներ, որոնք իրենց պարոն Ռուստամյանի քաղաքական խոսքը։ Ես նորից եմ ասում, իր հետ էլ համաձայն չեմ։ Տենց բան չկա, որ խոսում է համաձայն եմ։ Բայց այնուամենայնիվ մարդը քաղաքական խոսք է ասում։ Ես կարամ ասեմ մարդը քաղաքական խոսք չի ասում։ Դուք ինչ կապ ունեք քաղաքական խոսքի հետ։ Տիկին Մկրտչյան, մի խոսեք տեղից։ Հիմիկվա ձեր պահվածքը ուր։ Ես էլ կարող եմ մուլտ հերոսների օրինակներ բերել, ոչ մի վատ բան չասելով, բայց բոլորը կհասկանան, թե ես ինչի նկատի ունեմ, բայց չեմ անում, չէ։ Տիկին Մկրտչյան, Սյունյաց ողջույնը, լռություն դահլիճում, պարոն Եղոյան, Սյունյատը այսօր կարծում եմ իր հասցեատիրոջը գտավ կամ հասցեատերին, հիմա լռեք ու շարունակեք, պարոն Սիմոնյան։ Ուրեմն շարունակելով խոսքս ուզում եմ ասել, որ եկեք տարբերենք քաղաքական խոսքը և շոուն իրարից, որը զրո ազդեցություն ունի։ Բոլորին ասում եմ, առաջին հերթին ձեզ, քաղաքական դաշտը ապացուցելը։ Ներողություն, պարոն Սիմոնյան, լռություն։ Քաղաքական դաշտը ապացուցելը։ Լռություն դահլիճում, պարոն Հակոբյան, լռություն, Տիկին Մինասյան, լռություն։ Ներողություն, պարոն Սիմոնյան, կանոնակարգ օրենքի համաձայն Տիկին Մկրտչյանին հայտարարում եմ նախազգուշացում, շարունակեք։ Քաղաքական դաշտը։ Իսկ հիմա արդեն նաև պարոն Եղոյանին, պարոն Եղոյան, լռեք և թողեք շարունակվի ելույթը։ Ես խնդրում եմ իմ ժամանակը վերականգնեք, էլի։ Վերականգնեք պարոն Սիմոնյանի ժամանակը։ Պարոն Վարդևանյան, դուք շատ եք տեղից խոսում, մի խոսեք տեղից, շարունակեք։ Ես խնդրում եմ վերականգնեք իմ ժամանակը։ Ես ձեզ վստահեցնում եմ, պատմությունն է դա ապացուցել, ես չեմ ասում դա։ Այն ընթացքում ինչ-որ քաղաքական գործիչներ որոշեցին նման գործելավոճով, այս դահլիճում կամ հրապարակներում ելույթ ունենան, իրանք դառան մեմ ու դառան քաղաքական դիակներ։ Տենց մարդկանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող է տենց մտնում գրում են, ասում են դու իմ սրտի պատգամավորն ես, մի 10 հոգի ինչ-որ ակնկալիքով, բայց այնուամենայնիվ այդ քաղաքական գործիչները ճակերտավոր դադարեցին քաղաքական գործիչ ելնելը։ Սա փաստ է, կարող եմ անուններով ասել։ Հետո ստեղ մի շատ կարևոր միտք հնչեց, երբ որ ասում եք, ինչ որ ազգային ժողովի նիստերը սկսվեց նրանից, որ փորձվում էր անընդհատ ինչ-որ որակումներ տալ, թե մեզ, թե քաղաքական թիմի տարբեր ներկայացուցիչներին եւ այլը, բայց հարգելիներս, քաղաքական որակումներ տալու համար շատ բարենպաստ պայմաններ կան նաև այս թևում, բայց մենք դա չենք անում, զուսպ ենք մնում։ Գիտեք, նույնիսկ երբ որ ընդդիմադիր գործունեությամբ էինք զբաղվում, մենք մեզ իրավունք չէինք վերապահում այստեղ նստած մականունավոր մարդկանց, հանրապետական կուսակցության եւ մնացած ներկայացուցիչ մականունավոր, հաճախ ծիծաղելի մականունով, տենց խոսեինք։ Չէինք ասում տենց բան, ոչ թե վախենում էինք, չնայած տենց բաների համար մարդկանց պաձեզներում ծեծում էին, չէինք վախենում, այլ համարում էինք, որ դա քաղաքական մեզ էինք հարգում, ինքը պարզ էր ինքը ով է։ Պարոն Թևանյանը եկել այստեղ պրոլետարիատի ոճի մեջ ես տենց կոմունիստական բանը հիշեցի, կոմկուսի նիստերը հիշեցի ձեր ելույթը լսելուց ու հետո իմ մոտ տպավորություն է, որ դուք ձեր լուրերը գրում եք, դուք ձեր լուրերին հավատում եք, եկել մեզ ասում եք, բանը, բարեկեցությունը միայն իրանց հավելացավ, լուրջ, հա, ուզում եք հերթով ասեմ ում բարեկեցությունը իշքան, հա, ում ասենք, օրինակ, որ կայքը կամ որ խմբագիրը
ինչ գումարի դիմաց է գործնեություն քաղաքական ծավալում եւ համաձայն է, եթե նույն գումարը մի քիչ ավել լինի, նաեւ այլ գործնեության, այլ թիմ պաշտպանի։ Կարամ ասեմ, երեք հերոստալիքները փոխելուց բանը, տենց աչքս ընկավ թիվ 5 հերոստաընկերության ռեպորտաժին, որտեղ մեր հարգելի լրագրողներից մեկը խոսում էր, ասում էր վարչապետին հարցրեցին 5 միլիարդի մասին, ինքը չպատասխանեց լուրջ, հա, 5-րդ ալիքի ձևավորվող, այսպես ասած, բյուջեն եւ այսպես ասած ձևավորվող թիմը, սեփականատերը ելույթ բանա, ռեպորտաժը ցույց տալի, որտեղ խոսվում է ինչ որ 5 միլիարդի մասին, այս պարագայում կարող է մի քիչ լինի, 4 լինի, հա? Տենց դու լուրջ համարում եք, որ մարդիկ այդ ամեն ինչը տեսնում են ու չեն հասկանում։ Գեգամ Մանուկյանը գալիս այստեղ ելույթ է ունենում, պարոն Մանուկյան, ձեր ելույթները ինձ հիշեցնում են ձեր հաղորդումները Երկիր մեդիայի ալիքով։ Դրանք ռեյտինգ չունեն։ Մի նեղացեք։ Վարկանիշ չունեն, չեն նայում այդ հաղորդումը։ Դուք դա ասել են։ Իմ կլիպերը ես գիտեք ոնց, ես այն ժամանակ հնարավորություն չեմ ունեցել իշխանական կերակրատաշտակին մոտ լինեմ, իմ համար մարզպետի, փոխմարզպետի, նախարարի հնարովի պաշտոններ չեն եղել, որ փող աշխատեմ, ոնց կա, ջայլ տղա եմ եղել, բանակից վերադարձած, ոնց կարողացել գումար եմ աշխատել, որտեվ այն բարեկեցիկ երկրում, որտեղ դուք մեծամասնություն էիք, իմ այդ պահին իրավաբանական կրթություն ունենալով այդ հնարավորություն ունեմ, բայց փառք Աստծո Հայաստանի Հանրապետության քաղաքացին ամեն ինչ իր տեղը գցեց։ Մեկ այլ բան, հայրենասիրությունը ուղղակի այս կողմից սենց թափվում է։ Բա ինչի ձեն չէի քանում, որ օրինակ ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ Հայաստանի հավաքականի մարզիկների դոշից արարած սարը հանում էին Սերժ Սարգսյանենք, հա խոսել եք, հա, դեղին քարտեր ցույց տված կլնեք։ Վստահ եմ։ Լավ, ինչևէ։ Պարոն Վարդևանյան, դուք ստեղ ես ներողություն եմ խնդրում, զուտ ուզում եմ իմ կարծիքը ասել։ Իմ մոտ տպավորություն է, որ դուք հաճախ խառնում եք դատարանի դահլիճը ազգային ժողովի նիստերի դահլիճի հետ։ Ես հասկանում եմ, որ տենց ինչ որ այդ փաստաբանական գործնեությունը շատ խորն է ձեր մեջ նստած, բայց այստեղ այնտեղը չի, որ դուք պետք է ձեր վստահորդին պաշտպանեք, առավել եւս չի ստացվելու։ Պետք չի, մի արեք դա։ Նորից եմ ասում, կարող եմ հերթով, այս իմ ասած ընդամենը 10-20%-ն է, թե ինչի մասին ես կարող եմ խոսալ։ Կրթության մասին խոսեց, չեմ հիշում որ մի գործընկերներ կրթության հետ կապված, այո, կրթության ոլորտում շատ անելիքներ ունեք, օրինակ հիշում եմ, որ պատմության գրքերի մեջ ավելացվել էր մարտի 1-ին մասին այսպես մի պարբերություն, որտեղ գրված էր, որ երկկողմ կրակում էին իրար վրա մարտի 1-ի ցուցարարները եւ իշխանությունը։ Այդ տենց բաները հիշում ենք, գիտենք, սա եթե տենց տեղեկություն ունեք, կարծում եմ